Բարի երեկո։ Առաջին եթերում դուք դիտում եք գլխավոր թողարկում, այսօր ծրագրում։ Շրջանավարտներն այսօր լսեցին իրենց դպրոցական կյանքի վերջին զանգը։ Նրանք եղել են ոչ միայն սպիտակ վերնաշապիկներով, այլև զինվորական համազգեստներով։ Հայաստանի տնտեսության ու մշակույթի զարգացմամբ զբաղվող Լոս Անջելեսի Արփա ինստիտուտը հայրենիքում մտադիր է հիմնադրել գենետիկայի ուսումնասիրման ժամանակակից կենտրոն։ Եվրոպական կայունության նախաձեռնություն միջազգային հետազոտական կենտրոնը հրապարակել է զեկույց, համաձայն որի Եվրախորհրդի պատվիրակների մի մասը լռության դիմաց Ադրբեջանի կողմից բացատրվում են սև խավիարով։ Ուկրաինական խորհրդարանական ընդդիմությունը Ռադայում հերթական ձեռնամարտն է նախաձեռնել, բողոքելով լեզվի մասին օրենքում իշխող կուսակցության առաջարկած փոփոխությունների դեմ։ Շեքսպիրյան նշանավոր գլոբուս թատրոնում սունդուկյանցիներ ներկայացրել են Ջոն Արքադրաման։ Ըստ բրիտանական մամուլի հայկական թատերախմբի բեմադրած ներկայացումն ունեցել է շռնդալից հաջողություն։ Սկսենք պաշտոնական միահաղորդագրությամբ։ Նախագահ Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հունգարիայի նորանշանակ դեսպան Շանդոր Սաբոյը։ Նախագահը շնորհավորել է դեսպանին, նշանակման կապակցությամբ մաղթել հաջողություններ։ Երկուստեք ընդգծվել է, որ հայ-հունգարական քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ հատկապես վերջին տարիներին զգալի ակտիվություն է նկատվել այդ հարաբերություններն առավել ամրապնդելու, տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու գործում, ինչին նպաստել է նաեւ 2009 թվականին Հայաստանի նախագահի Հունգարիա կատարած պետական այցը։ Այժմ օրվա խորհրդի մասին։ Հանրակրթական դպրոցներում այսօր հնչել է վերջին զանգը։ Այս տարի վերջին զանգը Հայաստանի Հանրապետությունում հնչել է շուրջ 40,000 շրջանավարտների համար, որոնցից 10,000-ը Երևանից են։ Վերջին դասը մայրաքաղաքում սկսվել է առավոտյան ժամը 10-ին, իսկ արդեն երեկոյան ժամը 18:00-ից մինչև 23-ը Ազատության հրապարակում նրանց համար կազմակերպվել է տոնական համերգ, որն ավարտվել է հրավառությամբ։ Ես ու դու ունենք մի պատմություն, կողք կողքի անցել ենք մանկություն, տարիներ գլորվեցի պատանի։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգինի երկրորդը հայրապետական աղոթք է բարձրացրել դպրոցների շրջանավարտներին հղած շնորհավորական ուղերձում, մեջբերում է։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից հայրական սիրով մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում ուսումնական հաստատությունների շրջանավարտներին, տնօրինության ուսուցիչներին ու դասախոսներին։ Սիրելի շրջանավարտներ, այսօր դուք ձեր կրթօջախներում ամբարած գիտելիքներով, հույսերով ու երազանքներով քայլում եք դեպի կյանքի նոր հանգրվան։ Դեպի ուր առաջնորդի ձեզ այս նոր ճանապարհը ուսումը շարունակելու, աշխատելու, բանակում ծառայելու Աստված մշտական հոգացությամբ պահապան եւ օգնական է ձեզ, իրականություն դարձնելու ձեր ազնիվ ու արդար իղձերը։ Ասված է ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձում։ Դե ինչ, ավարտին մոտեցավ հերթական ուսումնական տարին, այսօր Հայաստանի բոլոր դպրոցները նշում են վերջին զանգը, այս տոնը համարվելով խորհրդային միջոցառում ոչ միայն պահպանել է ավանդույթի ուժը, այլև ընդունել է նոր երանգներ։ Վերջին տարիներին այն ավելի շատ տոնախմբային է եւ աչքի ընկնում ճոխությամբ։ Այս ուսումնական տարին ճոխ է նաեւ շրջանավարտների քանակով, շուրջ 40,000։ Հայկական օրացուցային տոների շարքում տեղ չգտած, պետական տոների ու հիշատակի մասին օրենքում չամրագրված, բայց միևնույն ժամանակ մեր երկրում ավանդական տոնախմբությամբ նշվող տոներից է վերջին զանգը։ Անկախ այդ տարի շրջանավարտ ունենալ չունենալուց, այն մտնում է բոլոր հայկական ընտանիքներ։ Մենք իհարկե մի կողմից շատ ենք ցանկանում, որպեսզի այսօրը դառնա հիշարժան մեր երիտասարդների համար, բայց մյուս կողմից ամեն կերպ փորձում ենք զսպել անհարկի դրսևորումներ, որոնք այս մանկական պատանեկան տոնը կարող են վերածել մեծերի խնջույքի եւ նաեւ սոցիալական խնդիրներ առաջացնել ցածր վճարունակություն ունեցող ընտանիքների համար։ 40,000 հայաստանցի պատանիներ, մի ամբողջ սերունդ, յուրաքանչյուրն իր դպրոցի պատերի ներսում թողնելով մանկության վառ հիշողություններն ու զրնգուն ծիծաղը, թևակողում են կյանքի նոր փուլ, անցյալում թողնելով այն լուսավոր ու պայծառ օրերը, որոնց հիշողությամբ հետագայում պետք է մանկության կարոտն առնեն։ Մանկության օրերի հիշողությունները վերապրելու ակնկալիքով էլ կրթության եւ գիտության նախարարն այսօր նոր-նորքի 4-րդ զանգվածի 142-րդ դպրոցում էր։ Այսօր այն օրն է, երբ որ հնչելու են ջերմության ու երախտիկի խոսքեր, երբ որ մենք շնորհակալություն ենք հայտնելու մեր հայ ուսուցիչներին, հայ երիտասարդների հերթական սերնդին, այս ուղեգիրը դեպի մեծ կյանք տալու համար։ Այսօր ձեր տոնն է։ Պատանեկության վերջին օրը վայելող շրջանավարտներից բացի, վերջին զանգն իսկապես պատանեկության գիրկն էր տարել նաև Արմեն Աշոտյանին։
Ընդամենը օրեր անց այս պատանիները կանեն այն փոքրիկ քայլերը, որոնք նրանց դուրս են բերելու մեծ կյանքի ուղի։ Շատ եմ ուզում իմ եւ իմ դպրոցի աշակերտների բոլոր նպատակները իրականանան։ Մտնում ենք ոնց որ նոր կյանք։ Մենք դպրոցից պրծանք, դպրոցը մեզանից պրծավ։ Նախ եւ առաջ իհարկե ուզում եմ մաղթել իրենց այսօր անվտանգ վերջին զանգ։ Հիշողություններով ջերմությամբ լի երեկույթներ, այնպիսի օրեր, այնպիսի օր, որը հիշարժան կդառնա ողջ կյանքի ընթացքում որպես մի լուսավոր պայծառ կետ, որին կարելի է միշտ վերադառնալ, երբ որ ուզում ես քաղել մանկության օրերի կարոտախտը։ Իհարկե մաղթում եմ նաև քննություններին հաջողություններ եւ ավարտական եւ ընդունելության։ Կրթության նախարարը մաղթեց նաև, որ նախ եւ առաջ այս սերունդը դառնա պիտանի մարդ իր ընտանիքի, հայրենիքի, հասարակության համար։ Չէ՞ որ յուրաքանչյուրի հաջողությունն ու երջանկությունը հասարակության ամրության ու երջանկության հիմքը պիտի դառնան, եւ յուրաքանչյուր սերնդի ձեռքբերումներն են, որ պետք է դառնան հայոց պետության զարգացման գրավականը։ Ռուզաննա Վարդերեսյան, Տիգրան Բաբայան, Առաջին լրատվական։ Հետևելով օրվա խորհրդին վերջին զանգը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։ Շուրջ 1000 շրջանավարտ է տվել վարժարանը։ Նրանք համալրել են հայկական բանակի սպայական կազմը, շատերը զբաղեցնում են հրամանատարական պաշտոններ։ Այս տարի վարժարանն ավարտում է 84 շրջանավարտ։ Նրանց այսօր շնորհավորել է Պաշտպանության նախարարը։ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի շրջանավարտներն իրենց ապագա մասնագիտության ընտրության հարցում ըստ ամենայնի դժվարություններ չեն ունենա։ Ռազմական կամ ռազմաավիացիոն ինստիտուտներ, ինչպես նաև զինվորական գործի հմտություններ ձեռք բերելու հնարավորություն արտասահմանյան ռազմական ակադեմիաներում։ Շնորհավորելով շրջանավարտներին Պաշտպանության նախարարը նշեց, Մոնթե Մելքոնյանի վարժարանը իր ստեղծման օրվանից տվել է 1000-ից ավելի շրջանավարտներ, որոնք այսօր դարձել են հայկական բանակի զորամիավորումների հրամանատարներ ու արհեստավարժ սպաներ։ Կյանքի մեջ ճանապարհում ձեզ մեծ փորձություններ են սպասվում։ Հեշտ չի լինելու զինվորական ծառայությունը, սպայի մասնագիտությունը, բայց այստեղ ձեր բերած նաև կամային եւ նաև տղամարդկային հատկանիշներն են, որոնք որ ձևավորվել են զինվորական ծառայության, զինվորական մասնագիտության տարբեր պարապմունքների ընթացքում, հնարավորություն են տալու, որպեսզի այդ խոչընդոտները, որպեսզի դուք հեշտությամբ կարողանաք հաղթահարել, որովհետև սպայի մասնագիտությունը հերոսական մասնագիտություն է, սպաներն են, որ իրենց հետևից տանում են կոլեկտիվներ, համախմբում են մարդկանց եւ հաղթանակներ են կերտում։ Ուսումնառությունն այս հաստատությունում դրված է ռազմական եւ մարզական հիմքի վրա։ Մոնթեի անվան ուսումնական հաստատության կուրսանտները դա ապացուցեցին նաեւ գործով։ Վարժարանի սաներից շատերն արդեն կողմնորոշվել են, թե որտեղ են շարունակելու ուսումը։ Նրանք բոլորն էլ նշում են, թե սովորելով վարժարանում արդեն ինքնին պատրաստ են եղել ուսումը շարունակելու հենց ռազմական գծով։ 84 շրջանավարտներից 82-ը կդիմեն ռազմական հաստատություններ, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում։ Ցանկանում եմ ուսումը շարունակել Ռուսաստանի Դաշնությունում, Հայաստանից դուրս, ոչ թե ավելի լավ կրթություն ստանալու համար, ուղղակի դրսում սովորելու, դրսի կյանքին ադապտացվելու եւ իհարկե վերջում նորից կվերադառնամ ես իմ հայրենիքը, դա արդեն տրամաբանական է։ Ցանկանում եմ գնալ Ռուսաստանի Դաշնությունում ուսումը շարունակելու, իհարկե ռազմական եւ շատ ուրախ ու մի տեսակ հակասական զգացումներ կան հիմա։ Իսկ ինչ գծով ես որոշել շարունակել։ Հոբ մասնագետներ գծով։ Այսինքն հակոթային պաշտպանության սպա եմ ուզում դառնալ։ Շարունակելու եմ, գնալու եմ Ռուսաստան, Յարոսլավ։ Իսկ ինչ ուղղություն ես ընտրել։ Կապի միջոցների շահագործում։ Վերջին զանգի հնչելուց հետո էլ ռազմամարզական վարժարանի սաները վերջին անգամ հանդիսավոր շքերթով անցան եւ արդեն ավանդույթի ուժով լուսանկարվեցին երկրի պաշտպանության նախարարի հետ։ Հայկ Հովհաննիսյան, Կարեն Գրիգորյան, Առաջին լրատվական։ Այսօր վերջին զանգի արարողությունը տեղի ունեցել փոքր մհեր կրթահամալիրում, որը զինվորական դպրոց է։ Ծնողների, մանկավարժների, բանակի բարձրաստիճան սպաների եւ այլ հյուրերի ներկայությամբ շրջանավարտները նախ հանդիսավորությամբ կրթահամալիրի դրոշը փոխանցել են հաջորդ 11-րդ դասարանցիներին, ապա ցուցադրել իրենց զինվորական պատրաստության մակարդակը։ Այստեղ երեխաներն ընդունում են մրցույթով, նրանց մեծ մասը դպրոցում սովորում էր արդեն 7-րդ տարին։
Վերջին զանգի միջոցառումը Երևանի 79-րդ դպրոցում քիչ է մնացել վերածվի դժբախտ պատահարի։ Պարզվում է տոնական միջոցառման մասնակից մի ծնող շատ ոգևորված, որ իր տղան ավարտում է դպրոցը, մեքենայից հանել է կրտոջախ բերած որսորդական հրացանն ու օդ կրակել, խուճապի մատնելով բոլոր ներկաներին։ Դեպքից րոպեներ անց Չարբախի այդ դպրոց ասած ոստիկանները Մերսեդեսով հանդերձ բերման են ենթարկել օրվա հակահերոսին։ Արամ Թամազյանը իրավապահներին է հանձնել Ֆաբար տեսակի հրազենն ու 4 փամփուշտ։ Երեխեքին ուրախացնելու համար կրակել են։ Վերջին զանգի տուգանային անդրադարձը։ Ճանապարհային ոստիկաններն, ինչպես եւ խոստացել էին, այսօր աչքից բաց չեն թողել շրջանավարտների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային ոչ մի խախտում։ 2 ժամ առաջվա դրությամբ տուգանային հրապարակ է տարվել Երևանում 28, մարզերում 25 ավտոմեքենա։ Ով է տրանսպորտային միջոցների սեփականատերը կամ որքան է թանկարժեք է, այն նշանակություն չի ունեցել։ Դրանց մի մասի ղեկին եղել են անչափահասներ, մյուսները թեպետ չափահաս վարորդ են ունեցել, դա չի խանգարել, որ դպրոցականներն իրենց ուրախությունն արտահայտեն ավտոների պատուհանից կախված մարմնով մեկ դուրս եկած։ Անվտանգ եւ տևեկության կանոնները խախտած այս քաղաքացիներին սպասվում է տուգանք 10,000-ից 20,000 դրամի չափով։ Դիմելով վերջին զանգի տոնակատարության մասնակից ծնողներին ու մանկավարժներին, ոստիկանությունը մեկ անգամ էլ է հորդորում՝ մի թույլատրեք երեխաներին նստել ղեկին եւ ոգելից խմիչք օգտագործել։ Դա կարող է դառնալ տաքարյուն անչափահասների լրացուցիչ լարվածության պատճառ։ Պաշտոնական մի հաղորդագրություն ևս արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի անդամներ Սոֆի Ժուասենին, Ֆիլիպ Մարինիին եւ Բերնար Ֆուրնիեին։ Ողջունելով հյուրերին Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել ֆրանսիացի սենատորների անձնական ներդրումը հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ խորացման, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարանների գործակցության զարգացման գործում։ Նալբանդյանը նաև ողջունել է ֆրանսիացի սենատորների այցելությունն Արցախ, ընդգծելով, որ նմանատիպ այցելությունները հնարավորություն են ստեղծում անձամբ տեսնելու եւ առաջին ձեռքից տեղեկանալու տեղի ունեցող զարգացումների մասին։ Ֆրանսիացի սենատորներն իրենց հերթին գոհունակություն են հայտնել Հայաստան եւ Արցախ իրենց այցելությունից եւ պատմել են Ստեփանակերտում ունեցած հանդիպումների տպավորությունների մասին։ Սենատորները բարձր գնահատական են տվել Արցախում հաստատված ժողովրդավարական կարգերին։ Իդեպ նշեմ, որ Արցախ այցելած ֆրանսիացի սենատորները հայտնվել են Ադրբեջանի արտգործնախարարության տխրահարճակ Սև ցուցակում։ Այլ թեմաների մասին այսօր լրագրողների հետ է հանդիպել Արևելագիտության ինստիտուտի տնօրենը։ Ռուբեն Սաֆրասյանն անդրադարձել է Հայաստանի նախագահի Չիկագո չմեկնելու որոշմանը։ Քաղաքագետը կարծում է, որ այդ որոշման հիմնական դրդապատճառը գագաթնաժողովի վերջնական փաստաթղթի Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորման վերաբերող հատվածն է, որում նախապատվությունը տրվում է տարածքային ամբողջականության սկզբունքին։ ՆԱՏՕ-ն սկսում է ավելի խորը ներգրավվել հարավկովկասյան գործերի մեջ։ Այս եզրակացությանն է հանգել արևելագետ Ռուբեն Սաֆրասյանը եւ նրա այդ գնահատականի հիմքում Չիկագոյի գագաթնաժողովի մեր տարածաշրջանին վերաբերող 2 ուշագրավ արդյունքներն են։ Առաջինը ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի առջև բացված հնարավորությունն է։ Ժամկետներ իհարկե չեն նշվում, բայց Սաֆրասյանի գնահատմամբ դա սկզբունքային որոշում էր եւ ակնհայտորեն նոր փուլի սկիզբ, որով ՆԱՏՕ-ն անմիջականորեն ներգրավում է հարավկովկասյան զարգացումների մեջ։ Երկրորդ կարևոր հանգամանքը գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթում հատուկ տեղ հատկացվեց Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը եւ ակնհայտորեն նույնպես նախապատվությունը տրվեց տարածքային ամբողջականության սկզբունքին։ Հասկանալի է այս հարցում կարևորվել են Վրաստանի եւ Մոլդովայի հանգամանքները, բայց Սաֆրասյանի համոզմամբ հանրապետության նախագահի որոշումը չմասնակցել Չիկագոյի գագաթնաժողովին միանգամայն արդարացված էր։ Նախ, որովհետեւ ՆԱՏՕ-ի տվյալ ձևակերպումը հակասում է Մինսկի խմբի ընդունած սկզբունքին, որով Հելսինկյան ակտի բոլոր 3 սկզբունքները համարվում են համահավասար։ Շատ ճիշտ որոշում էր, որ նախագահը